Ուշադրություն, այս տեսանյութում ներկայացված են սարսափելի և շոկային կադրեր, հիմնված իրական դեպքի վրա։ Դիտումը խորհուրդ է տրվում միայն ուժեղ նյարդեր ունեցող մարդկանց։ Եթե պատրաստ եք բացել այս մութ պատմության դուռը, ապա շարունակեք դիտել։ 1999 թվականի մայիսին 14-ամյա Ահա Ֆոնգն ինքն իրեն ներկայացավ ոստիկանական բաժանմունք։ Միանգամից ասեմ, որ սա կեղծանուն է, նրա իրական անունը Գախնի է և երբեք չի բացահայտվել։ Դեռահաս աղջիկը անմիջապես ոստիկանությանը հայտնեց, որ վերջին մի քանի շաբաթների ընթացքում իրեն հետապնդել է մի կին, ավելի ճիշտ այդ կնոջ ուրվականը։ Ոստիկանները ծիծաղում էին աղջկա վրա և պատրաստվում էին տուն ուղարկել, դա վերագրելով, որպես դեռահասների ֆանտազիան էր, բայց ժպիտը անհետացավ նրանց դեմքերից, երբ աղջիկը ասաց, որ այս կնոջը դաժանորեն ծեծել և տանջամահ են արել։ Եվ ամենահետաքրքիրն այն է, որ Ահա Ֆոնգը մասնակցել է այս դաժան հանցագործությանը։ Ահա Ֆոնգը ոստիկանությանը պատմել է, որ ինքը և իր 3 չափահաս ընկերները 1 ամիս շարունակ բռնաբարել և պահել են մի կնոջ Հոնկոնգի բնակարանում։ Աղջիկը ոստիկաններին տարել է դեպքի վայր։ Բնակարանը գտնվում էր Կոուլունի խարխուլ թաղամասում։ Ներքին տարածքը չափազանց կեղտոտ էր։ Պատերի, կահույքի, կենցաղային տեխնիկա և աղբի թափոնների պատճառով, որոնք ամենուրեք ցրված էին։ Այդտեղից գալիս էր նաև փտած մսի հոտ կամ նույնիսկ արյան հոտեր։ Դժվար էր անմիջապես ասել։ Ոստիկանությունը մտավ խոհանոց, որտեղ անկյունում գտան մի փոքրիկ հին սառնարան։ Այս սառնարանի ներսում միսը և օրգանները փաթաթված էին տոպրակի մեջ։ Այս ամենը պատկանում էր մի մարդու։ 5 ննջասենյակներից մեկում կար Hello Kitty փափուկ խաղալիք, որի գլխում իսկական մարդկային գանգ կար։ Հիմա պարզ է դառնում, թե ինչու էր Ահա Ֆոնգը բողոքում մղձավանջային տեսիլքներից։ Այս բոլոր մնացորդները պատկանում էին 23-ամյա Ֆան Մանյեին, որը տեղական գիշերային ակումբի աշխատող էր։ Նրա մահը նույնքան ողբերգական էր, որքան նրա կյանքը։ Ֆան Մանյեն անցանկալի երեխա էր։ Նրա ծնողները լքեցին ծնվելուց անմիջապես հետո, ուղարկելով աղջիկների համար նախատեսված որբանոց։ Նրան բռնության էին ենթարկում թե մեծահասակները, թե երեխաները։ Հետևաբար դեռահաս տարիքում Ֆանը կախվածություն ձեռք բերեց թմրանյութերից, և իր կախվածությունը ֆինանսավորելու համար նա սկսեց սեռական գործողություններ իրականացնել 16 տարեկանում։ Երբ Ֆանը 20 տարեկան էր, նա ամուսնացավ թմրամոլի հետ և ավելի ուշ ունեցավ նրա որդուն։ Ֆանի և նրա ամուսնու հարաբերությունները լարված էին։ Զույգը անընդհատ վիճում էր և մի քանի հարևաններ բողոքում էին բնակարանից լսվող բարձր ճիչերից և աղաղակներից, սակայն ամուսնությունը երկար չտևեց։ Զույգը բաժանվեց 1997 թվականի սկզբին, և նա վերադարձավ իր հին ապրելակերպին։ Ահա թե ինչպես նա հայտնվեց տեղական ռոմանտիկա վիլա գիշերային ակումբում, որտեղ նա աշխատանքի անցավ որպես հաղորդավարուհի։ Ֆանը նաև լրացուցիչ ծառայություններ էր մատուցում տղամարդկանց համար այս ակումբում։ 34-ամյա Չան Մակլոկը նրան հաճախորդներ էր բերում։ Շուտով տղամարդը դարձավ աղջկա մշտական հաճախորդը, չխնայելով ոչ մի գումար։ Այդ տղամարդը նաև տեղական եռյակի անդամ էր, վաճառում էր թմրանյութեր և օգտագործում դրանք որտեղ ուզում էր։ Չանը ստիպում էր Ֆան Մանին թմրանյութեր ընդունել իր հետ, և հենց դրանց ազդեցության տակ նա հաճախ բավարարում էր իր կարիքները Ֆանի հետ։ Ֆանն էլ դեմ չէր, քանի որ թույլ էր տալիս նրան հաճախ գալ իր մոտ։ Մի օր Ֆանը որոշեց օգտվել պահից և գողացավ տղամարդու դրամապանակը, որի մեջ կար մոտ 4000 հոնկոնգյան դոլար։ Դա մոտ 2560 ԱՄՆ դոլար է։ Կինն այդ ժամանակ չհասկացավ, որ լուրջ սխալ թույլ տվեց, որի համար կվճարեր իր կյանքով։ Երկար չտևեց, և տղամարդը հասկացավ, թե ով է գողացել իր գումարը։ Չանը բնույթով շատ բռնակալ մարդ էր, և պարզապես չէր կարող դա այդպես թողնել։ Տղամարդը բռնեց Ֆանին և նրան սեղմեց պատին, ստիպելով նրան ոչ միայն վերադարձնել գումարը, այլև վերցնել 10,000 հոնկոնգի դոլար։ Նա ուզում էր դաս տալ աղջկան, ստիպել նրան վախենալ, բայց չափն անցավ։ Կինը կարողացավ շատ արագ գտնել 4000 հոնկոնգի դոլար։ Նա նաև ծրագիր ուներ, թե ինչպես վերադարձնի ևս 10,000-ը։
Բայց դա տղամարդու համար բավարար չէր։ Նա շարունակում էր ահաբեկել Ֆանին, պահանջելով ավելի ու ավելի շատ գումար որպես տոկոս։ Ակնհայտ է, որ սովորական մարմնավաճառը երբեք չէր կարողանա նրան այդքան գումար վճարել։ Ուստի Չանը մի ծրագիր մտածեց։ 1999 թվականի մարտի 17-ի գիշերը Ֆանի տան դռան մոտ հայտնվեցին եռյակի ևս երկու անդամներ՝ 27-ամյա Լանգ Չինչոն եւ 19-ամյա Լանգ Վայ Լանգը, որոնց Չանը ուղարկել էր կնոջը առևանգելու։ Նրանք բռնեցին Ֆանին եւ տարան Գրենվիլի 31-րդ ճանապարհի վրա գտնվող հենց նույն բնակարանը, որը զարդարված էր Hello Kitty թեմայով։ Դա հասարակած տան բնակարան էր, որտեղ միայն Ֆանը պետք է ծառայություններ մատուցեր։ Տղամարդկանց ծրագիրը կայանում էր նրանում, որ նա սա աներ մինչև պարտքը մարելը։ Նրանք տարբեր տղամարդկանց բերեցին եւ վաստակած գումարը պահեցին իրենց համար։ Բացի այդ, տղամարդիկ թմրանյութեր տվեցին իրենց զոհին եւ ծեծեցին։ Ինչ որ պահի ամեն ինչ այնպես չընթացավ։ Տղամարդիկ դաժանորեն ծեծեցին Ֆանին, երբ նրանք եւս մեկ դեղաչափ ընդունեցին։ Ահա թե ինչպես դա ներկայացրեց Ֆոնգը իր խոսքերով։ Չան Մանլոկը ավելի քան 50 անգամ հարվածել է Ֆանի գլխին եւ դեմքին, հարցնելով թե ինչու նա դեռ չի վերադարձրել ամբողջ գումարը։ Այդքան վնասվածքներից հետո աղջիկը տղամարդկանց մոտ այլևս ցանկություն չէր առաջացնում։ Ապա դաժան հոգեկան հիվանդ Մանլոկի գլխում հասունացավ մի նոր, ավելի դաժան գաղափար։ Տղամարդը Ֆանին վերածեց խաղալիքի, իր սադիստական ֆանտազիաները բավարարելու համար, եւ հենց այդ օրվանից Ֆան Մանյեի կյանքը վերածվեց անհույս դժոխքի։ Այնինչ հիմա ձեզ կպատմեմ, հայտնի է միայն այդ աղջկա խոսքերից։ Սկզբում տղամարդիկ կապել էին նրան եւ պահում էին պատշգամբում, որի պատուհանները փակում էին տախտակներով, բայց աստիճանաբար կնոջը քարշ էին տալիս խոհանոց, քանի որ այն ամենը, ինչով նրանք կարող էին իրենց զոհին ավելի շատ ցավ պատճառել, գտնվում էր խոհանոցում։ Ման Լոնգը, Չինգ Չոյը եւ Վայ Լունգը սկզբում օգտագործում էին ձեռքի տակ եղած ամեն ինչ, խոհանոցային պարագաներից մինչև կահույքի կտորներ։ Նրանք կնոջ ոտքերը այրեցին կրակայրիչով, որպեսզի նա չկարողանա փախչել։ Իսկ հետո ծեծեցին փայտերով, մետաղական ձողերով, ստիպեցին նրան խմել շարժուչի յուղ եւ քացախ ցողեցին դեմքին։ Սակայն ամենամեծ հաճույքը նրանց համար խմելու ձողերով խաղալն էր։ Տղամարդիկ այրում էին դրանք եւ Ֆանի մարմնի վրա նախշեր էին նկարում, որից հետո ծիծաղելով նրա վերքերին եւ աչքերին քսեցին չիլի պղպեղի համեմունք։ Նրանց դուր չեկավ, երբ Ֆանը լաց էր լինում եւ գոռում ցավից։ Ստիպում էին կնոջը ժպտալ եւ ծիծաղել իր տառապանքի ժամանակ, որպեսզի զվարճանքը չփչանա։ 14-ամյա Ահա Ֆոնգը նկատել է այս ամենը։ Ի դեպ, նա նույն 34-ամյա Չանի ընկերուհին էր։ Նրան թույլատրվում էր այցելել բնակարան ցանկացած պահի։ Նրա համար այս բնակարանում տեղի ունեցող ամեն ինչ խաղ էր։ Ահա Ֆոնգը ասել է. Եթե Ֆանը չէր ձևացնում իրեն երջանիկ, նրան ավելի դաժանորեն էին ծեծում։ Ֆոնգը չէր հասկանում տեղի ունեցածի լրջությունը։ Դաժան բռնությունից հետո նա նստում էր տղամարդկանց հետ, տեսախաղեր խաղալու եւ հեռուստացույց դիտելու, ապա նրանք այցելում էին խաղային ավտոմատներ։ Չնայած Ֆոնգի մասնակցությամբ խոշտանգումների մանրամասները երբեք հրապարակային չդարձան, դրա մեղքի վրա հիմնված համաձայնագրի շրջանակներում լրագրողները իմացան, որ նա երբեմն նույն կերպ ծեծում եւ տանջում էր Ֆանին։ Երբ ոստիկանությունը հարցրեց, թե ինչու է նա դա արել, աղջիկը պատասխանեց. Ես զգացողություն ունեի, որ դա պարզապես զվարճալի է, եւ ուզում էի հասկանալ, թե ինչ է նշանակում ինչ-որ մեկին վիրավորելը։ Կինը կիսամեռ էր եւ չէր արձագանքում նրանց։ Այսպիսով տղամարդիկ կնոջը կախեցին գլխի վայր կեռիկից եւ թողեցին նրան այդպես կախված մի քանի ժամ, մինչդեռ իրեն գնացին զվարճանալու մեկ այլ սենյակում։ Ապրիլի 15-ին Ֆոնգը արթնացավ եւ կնոջը մահացած գտավ։ Հանցագործները Ֆանի մարմինը քարշ տվեցին լոգարան եւ սկսեցին քննարկել նրանից ազատվելու լավագույն միջոցը։ Հետագայում հանցագործները պնդեցին, որ Ֆանը մահացել է թմրանյութերի չափից մեծ դոզայից, որոնք նա ինքն իրեն ներարկել է։ Ընդհանուր որոշման չգալով, հանցագործները որոշեցին մարմինը թողել լոգարանի հատակին եւ գնալ զվարճանալու։ Եվ ահա, երբ եռյակը եւ Ֆոնգը վերադառնում էին բնակարան, նրանք աստիճանավանդակում հանդիպեցին ոստիկաններին։
որոնք հետաքննում էին մի բռնաբարության գործ։ Այդ դեպքից հետո Չանը հրամայեց ամբողջ խմբին համատեղ աշխատել եւ ազատվել մարմնից, ասելով այսպես. Հիմա մենք պետք է ոչնչացնենք այն։ Չեմ կարող ձեզ մանրամասն տեղեկություն հաղորդել, բայց միայն կարող եմ ասել, որ նրանք բառացիորեն ֆանին մասնատել են, մաս։ Որոշ մասեր եփվել են ջրի մեջ։ Կնոջ մարմնի որոշ մասեր կապեցին տոպրակի մեջ եւ դրեցին սառցարանում։ Միայն գլուխը մնաց։ Նրանք նաև այն այրեցին։ Ավելի ուշ Չինգ Չոնը զանգահարեց Չոնգին եւ առաջարկեց նայել կաթսայի ներսը։ Պարզապես պատկերացրեք, որ հերոստացույց եք դիտում։ Նա մոտեցավ նայելու եւ պատասխանեց, որ ճիշտ է։ Երբ հանցագործները ավարտեցին ընթրիքը, ամբողջ մարմնից մնացել էր միայն մերկ գանգ։ Այդ ժամանակ նրանք որոշեցին այն թաքցնել հսկայական Hello Kitty ջրահարս տիկնիկի մեջ։ Աղջիկը պատմում է, որ հենց այդ պահին նա ուշքի եկավ եւ հասկացավ այս ամենի լրջությունը եւ վստահ էր, որ հիմա Ֆանի ուրվականը կհետապնդի իրեն իր ողջ կյանքի ընթացքում։ Պաշտպանության համար Չոնգը կամավոր վկայություն տվեց 3 հանցագործների դեմ։ Կարճ ժամանակ անց Չանը ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը Չինգ Չոնը կամավոր հանձնվեց ոստիկանությանը։ Մինչդեռ Բայ Լոնգը մի փոքր ավելի ազատ մնաց։ Նրան հաջողվեց փախչել Չինաստան, բայց 2000 թվականին նա բռնվեց եւ վերադարձավ Հոնկոնգ։ Դատավարության ընթացքում հանցագործները անընդհատ մեղադրում էին միմյանց եւ փորձում էին նվազեցնել իրենց գործողությունների նշանակությունը։ Նրանք փորձում էին համոզել ոստիկանությանը, որ Ֆանը իրականում մահացել է ոչ թե խոշտանգումներից, այլ թմրանյութերի չափից մեծ դոզայից, քանի որ իշխանությունները երբեք չկարողացան պարզել աղջկա մահվան ճշգրիտ պատճառը։ Վերջի վերջո 2000 թվականի դեկտեմբերին երեքն էլ մեղավոր ճանաչվեցին չկանխամտածված սպանության մեջ։ Հանցագործներին դատավճիռ կայացնելիս դատավորը ասաց, որ վերջին տարիներին Հոնկոնգի դատարանը երբեք չի լսել նման դաժանության։ Երեքն էլ դատապարտվեցին ՑՄ ազատազրկման։ 2020 թվականին պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հնարավորությամբ, իսկ աղջիկը Ահա Ֆոնգը չձերբակալվեց, քանի որ միայն նրա շնորհիվ բացահայտվեց այս սարսափելի հանցագործությունը։ Սակայն 2004 թվականին Չոնի պատիժը զգալիորեն կրճատվեց, քանի որ դատարանը հաշվի առավ, որ երբ Ֆանը ցավից լաց է լինում, նա միակն էր, ով հորդորեց նրան արագ մարել պարտքը, որպեսզի նա կարողանա ազատություն ստանալ։ Դատավորներն նաև հաշվի առան տղամարդու վճռականությունը փոխելու իր կյանքը։ Նա բանտում հաճախում էր քրիստոնեական հանդիպումների, եւ 2014 թվականի ապրիլին Լունգ Չինգ Չոնը ազատ արձակվեց բանտից։ Ոչ ոք չէր ցանկանում գնել կամ վարձակալել այն բնակարանը, որտեղ Ֆանը տանջվել եւ սպանվել էր։ Ոստի այն դատարկ մնաց հաջորդող բոլոր տարիների ընթացքում, եւ ոմանք ասում էին, որ երբեմն տանը լսվում էր կանացի սարսափելի ճիչ, որից արյունը երակներում սառչում էր։ Ահա եւ ամբողջ պատմությունը։ Իսկ դուք մեկնաբանություններում գրեք, թե ինչպիսի պատմություններն են ձեզ ամենաշատը հետաքրքրում։ Շնորհակալ եմ, որ դիտեցիք մինչև վերջ։ Մինչ հանդիպում։